Տեսեք, ակնկալիքները զրոյական են, բայց դա ոչ մի կապ չունի պարոն Կարապետյանի կողքին կանգնած լինելու եւ պայքարի մեր ընկերներից ցանկացածի կողքին կանգնած լինելու դատարանների, քննչականների բակում։ Այնպես որ ակնկալիքները զրոյական են, բայց միևնույն է անհրաժեշտ է կանգնած լինել քաղբանտարկյալների կողքին, իսկ պարոն Կարապետյանը քաղբանտարկյալ է։ Ինչ վերաբերում է մի քանի ժամ առաջ կայացրած որոշմանը հեծը լիցենզիայից զրկելու հետ կապված գաղտնիք չի, որ Փաշինյանը բոլոր հնարավոր պետական անօրինական, հակաօրինական լծակներով պայքարում է այլախոհների դեմ, այդ թվում նաև պարոն Կարապետյանի հաշվի առնելով իր ազդեցությունը եւ կշիռը եւ հարգանքը, որ ինքը վայելում է Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս։ Ուստի բոլոր հնարավոր միջոցներով ինքը փորձելու է պայքարել, վստահ եմ, որ պարոն Կարապետյանի համար այս ամենը կանխատեսելի էր եւ սրանցից ոչ մեկը, ոչ հեծի հետ կապված զարգացումները, ոչ էլ բնականաբար ապօրինի ազատազրկումը չեն կարող ազդել պարոն Կարապետյանի վճռականության վրա։ Հանգուցալուծումը ինչպես եւ երբ եք տեսնում իրավիճակի։ Տեսեք, կամ մի հանգուցալուծում ինքը ունի ուժայիններ, դատարաններ եւ այլն եւ այլն։ Ընդդիմություն, որպես ասված, ընդդիմադիր կեցվածք ունեցողները ունեն բացառապես հայրենասեր քաղաքացիների աջակցություն։ Երբ որ բոլորս միասին կարողանանք ցույց տալ Փաշինյանին, որ իրենք փոքր խմբակ են, մարգինալների մի խումբ են, որոնք որևէ անելիք չունեն ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը,